Մշակութային ժառանգության պահպանությունն է, այսինքն սուրբ երեք ուղղություններն են, որ ժամանակակից արվեստի զարգացումը եւ մատաղ սերնդի կրթումը, դաստիարակումը, մշակութային կրթության ուրեմն աջակցումը։ Այս երեք ուղղություններն են առաջնային մշակույթի նախարարության համար։ Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը պատմել են իրենց համակարգման ներքո ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին։ Ուսումնասիրման կարևորագույն փուլերից է հնագիտական ուսումնասիրությունը կամ պեղումները, գործընթաց, որը մշտապես գտնվել է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ այսօր ուզում եմ ձեզ զեկուցել, պարոն նախագահ, որ հնագիտության զարգացման ծրագիրը պատրաստ է։ Վերջին տարիներին օպերային բալետի արվեստի զարգացումը բերեց նրան, որ 5 մեծակտավ գործեր ունեցանք այս ոլորտում՝ Սպարտակ, Այդա, Սայատնովա եւ այլն։ Հիմա Եզեի Կարմենի վրա են աշխատում։ Ընդհանուր առմամբ մեր համակարգում աշխատում է 5647 աշխատակից։ Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին ու պատասխանել խորհրդակցության մասնակիցների հարցերին, որոնք նաև արտաքին քաղաքականությանն են վերաբերել։ Պարոն նախագահ, ինչպես կգնահատեք Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած ձեր հանդիպումը եւ արդյոք կարելի է խոսել որոշակի տեղաշարժի մասին, բանակցային գործընթացի։ Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց ես հակիրճ հանդիպման ավարտից հետո, երբ որ հարցրել են, ինչպես եմ գնահատում, ասել եմ նորմալ, իրոք նորմալ եմ գնահատում։ Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է ամենայն հավանականությամբ բանակցությունների նոր փուլ եւ նոր սկիզբ։ Այն առումով, որ մենք գրեթե 2 տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին։ Ես Ադրբեջանի նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ։ Նույն ցանկությունը առկա է նաև մեզ մոտ։ Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բայց թե ինչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի նախագահը խնդիրը լուծել, ես ինչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ամբողջ կոնֆլիկտը այստեղ է։ Բայց նորից եմ ասում, ես դա հանդիպումը դրական եմ գնահատում, որովհետև արդեն մենք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի իրենք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն, դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները եւ երևի թե այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի նախագահի հետ մոտակա ժամանակներում հանդիպելու իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա։ Պահպանելու հանրահռչակել դարերի ընթացքում ստեղծած մշակութային ժառանգությունը, նախագահ Սարգսյանի համոզմամբ սա է մշակույթի նախարարության գլխավոր առաքելությունը։ Բոլորիս խնդիրն է առաջին հերթին իհարկե մշակույթի նախարարության ոլորտում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրն է այդ ժառանգությունը պահպանել, հանրահռչակել եւ այդ ժառանգությամբ սնել մեր հասարակությանը։ Սա չափազանց դժվար, մեծ եւ պատվաբեր աշխատանք է։ Միաժամանակ առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել նորահայտ պատմական արժեքների թանգարանացմանն ու հանրահռչակմանը, ընդգծել է նախագահը։ Եվ դա անենք այնպիսի մակարդակով եւ այնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակի եւ ապահովեն ձգողական ուժ։ Սա չափազանց կարևոր խնդիր է, ես կարծում եմ։ Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, մենք երբեք չպետք է մոռանանք այն արժեքները մշակույթի, որոնք նաև, եթե կարելի է բառը օգտագործել, ոլորտաստեղծ նշանակություն ունեն։ Պետության ղեկավարի գնահատմամբ տարեստարի նախարարության կողմից իրականացվող աշխատանքն ավելի տեսանելի, մասնագիտական առումով ավելի որակյալ ու կազմակերպված է դառնում։ Սա իհարկե չափազանց ողջունելի երևույթ է։ Մարդ իր աշխատանքը պետք է սիրի, եւ մարդ իր աշխատանքը պետք է իմանա
ու նաև դի կարողանա մատուցել։ Այս պարագաներում այն փոփոխությունները, որ լինելու են հաջորդ տարի, կարծում եմ ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ։ Սերժ Սարգսյանը հորդորել է ավելի ակտիվ գործակցել ստեղծագործական միությունների հետ։ Միգուցե դա նախարարության ուղիղ պարտականությունների ոլորտում չէ, բայց այնուհանդերձ ստեղծագործական միությունների հետ պետք է մի քիչ ավելի ակտիվ աշխատել, վերցնել նրանց թևի տակ։ Իհարկե սա վրացիչ պրոբլեմ հարուցող հանգամանք է, բայց այնուհանդերձ եւս անհրաժեշտ է։ Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել են նախագահի շնորհակալագրերով։ Նախագահը նաև շրջել է նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։ 6 գավառ ենք արդեն իսկ վավերագրել, վկայագրել եւ ունենք լուրջ բազա, մոտ 1500 հուշարձան։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։